Շատ լավ, որներ մեր այսօրվա դասը ով կներկայացնի, խնդրեմ Մարիաննա։ Մեր այսօրվա դասն է Հին Եգիպտոսը։ Շատ լավ, ապրեսնի։ Երեք ճասիվի, որպեսի դասը մի առնկանու ամփոփեն, ես ես կասեմ պնդումների փունջ, որը կլինեն սխալ և ճիշտ պատասխաններ։ Այն պնդումները, որոնք որ ճիշտ կլինի, դու կբարձրացնեք ձեր կանաչ քերտիկները, որոնք որ սխալ են, կբարձրացնեք դեղին քերտիկները։ Պարզ է բոլորին, շատ լավ, ապրեք դուք, դե սկսեցինք։ Ուրեմն պետությունը դա որոշակի տարածքում ապրող մարդկային հանրության կյանքի կազմակերպման և կառավարման քաղաքական համակարգ է։ Պետության գոյության համար անհրաժեշտ է պետական ապարատ, բանակ, օրենքներ և դրանց կիրառումը հսկող մարմիններ։ Տեսնեք, ահա, շատ լավ, բոլորը ճիշտ եք պատասխանել, ապրեք դուք։ Իսկ ինչ կարող եք ասել, այդ ինչն է բնորոշ Հին Եգիպտոսի։ Օրինակ ինչը կրոնը չէ, մշակույթը, շատ լավ, ապրեք դուք։ Հաջորդը, հերոգլիֆը հին հնագույն տեսակ է հաղափարակիր։ Առաջացել է հայկական հեղինակարում Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակում։ Տեսնեք, բոլորը սխալով կբացատրի, ինչու է պնդումը սխալ։ Ասարություն ջան։ Որովհետև հերեկրոնները առաջացել են Հին Եգիպտոսում, ոչ թե հայկական վերնաշխարհում։ Ճիշտ է, բայց այստեղ մեկ սխալ կա, տեսնեմ ով է պատասխանել, նստի, ասաց, Առաջացել է 4-րդ հազարամյակում, այլ Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակում։ շատ լավ, ապրեսնու։ Հիմա հաջորդ պնդում է երեխեք ջան։ Ուրեմն ովքեր փարավոն են կոչվել Հին Եգիպտոսի իշխանները, որը բառացի նշանակում է մեծ պալատի տեր։ Ճիշտ է թե չէ պնդումը։ Տեսնեք, ահա բոլորը սխալ են պատասխանել, բայց ինչու է սխալ պնդումը։ Խնդրեմ Մարիաննա։ Որովհետև փարավոնը թագավոր է, այն ոչ թե իշխան։ Ճիշտ է, ոչ թե իշխան չէ, փարավոններ ասել են Հին Եգիպտոսի ում, թագավորներին, շատ լավ։ Հաջորդ պնդումը, Նեգոսը գետ է Հին Հնդկաստանում, ճիշտ է թե սխալ պնդումը։ Դարձյալ բոլորը սխալ եք նշել, ով կասի, ինչու է սխալ։ Ասա Արեգ ջան։ Որովհետև Նեգոսը գտնվում է Հին Եգիպտոսում։ Ճիշտ է, ապրեսնու լավ։ Հավերժության պայմանագիրը խեթակնկվել է խեթական պետության և Եգիպտոսի միջև Քրիստոսից առաջ 1250 թվականին։ Տեսնեք, սխալ է, ինչու է սխալ պնդումը։ Ո՞վ չի, ասա Մարամ ջան։ Որովհետև պայմանագիրը կնքվել է 1258 թվականին։ Ճիշտ է, Քրիստոսից առաջ 1258 թվականին։ Լավ, իսկ կարող ենք վերհիշել պայմանագիրը, հավերժության պայմանավորն ինչ է նախատեսվում, ով կարող է ասել։ Խնդրեք ուրգեք։ Մշտական լավ հարաբերությունների մեջ պետք է լինեն և դրա համար ամուսնացրեցին իրենց զավակները։ Եգիպտոսի փարավոնը պետք է ում հետ ամուսնանար։ Թեթերի արտահայտել, շատ լավ, ապրեք դուք։ Լավ, հաջորդ պնդումը Հին Եգիպտոսի աստվածն է եղել որ աստվածը, որը եղել է տգնության աստված, ճիշտ է պնդումը։ Սխալ է, ինչու է սխալով կպատասխանի։ Խնդրեմ Գուրան ջան։ Որովհետև Եգիպտոսի առաջին աստվածը եղել է Նինը։ Աստվածը թե դինամոտ է եղել, իսկ հորը ինչի աստված է եղել։ Արևի, ճիշտ է, արևի, ոչ է դպրության աստված, չէ, շատ լավ, նստիր։ Հաջորդ պնդումը, Թութմոս երրորդը Հին Եգիպտոսի փարավոններից է, ով գահակալել է Քրիստոսից առաջ 1467-ից 1413 թվականներին, ճիշտ է թե սխալ է։ Ճիշտ է։ Ինչու է, ճիշտ է, գար, գոհար բարձրացրեց կանաչը, ճիշտ է, ապրեք դուք։ Եվ հաջորդ պնդումը Ռամզես երրորդը Հին Եգիպտոսի փարավոններից է, գահակալել է Քրիստոսից առաջ 1279-ից 1213 թվականներին։ Տեսնեք։ Ճիշտ է, ապրեք դուք, շատ ճիշտ է, շատ լավ։ Հիմա երեխեք ջան, ուրեմն դասարանը բաժանվում է երկու խմբերի։ Դասարանը արդեն երկու խմբի բաժանված է, հիմա ամեն խմբի երեխեք ջան, ես կասեմ կտամ առաջադրանքներ, առաջին ու երկրորդ։
Հին Եգիպտոսի վերաբերյալ կփորձեք խմբային աշխատանքով իրար հետ համագործակցելով արտահայտել ձեր կարծիքը եւ վերաբերմունքը տվյալ հարցի վերաբերյալ։ Հասկացանք իրար։ Նաեւ կբաժանեք քրտիկներ եւ կաշխատեք ալբոմներում ձեր աշխատանքային թղթապանակում եւ կներկայացնեք Հին Եգիպտոս թեման ամեն մեկը ձեր տեսանկյունից նայելով։ Խումբը ամենակարևորը աշխատում է ինչ իրար հետ համագործակցելով։ Խմբի անդամներից մեկը բացեք նաև տեսրերը, թող գրի առնային հարցերը, որոնք ես ես տալիս եմ։ Ումն առաջին խումբը։ Պետք է ներկայացնել Հին Եգիպտոսի ճարտարապետությունը եւ դրա նշանակությունը ներկայիս Եգիպտոսի հանրապետության համար։ Նաև Հին Եգիպտոսի բժշկությունը եւ դրա նվաճումները։ Երկրորդ խումբը թող ներկայացնի ինչ պատմական կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել Հին Եգիպտոսում եւ ինչու է այդ իրադարձությունները գրավել ձեր ուշադրությունը։ Բացի այդ, մի քանի նախադասությամբ կներկայացնեք Հին Եգիպտական հակակրթության այն կարևոր պատմական փորձը, որից ձեր կարծիքով կարելի է դասեր քաղել։ Լավ, հիմա աշխատանքի համար ես ցույց կտամ 7 րոպե ժամանակ։ Սկսեք աշխատել։ Առաջին խումբը պատրաստ եք, ով է սկսում առաջինը, խնդրեմ Մարիամը։ Նրանց կառուցած տաճարները աչք են ընկնում հարցը կապ տա, Մարիամը։ Հին Եգիպտոսի ճարտարապետությունը եւ դրա նշանակությունը ներկայիս Եգիպտոսի հանրապետության համար։ Նրանց ճարտարապետությունները ընկնում են աչք են ընկնում վիթխարի չափերով։ Եգիպտոսը հայտնի է իր պատմամշակութային վայրերով եւ զբոսաշրջիկության տարբեր վայրերից գալիս են, որպեսզի դիտեն նրանց մշակույթը եւ հետաքրքիր վայրերը։ Լավ, այսինքն այստեղ Մարիամն առանձնացրեց, որ զբոսաշրջիկության համար չէ, մինչև հիմա արդիականացրեց այս հատվածը, որ շատ կարևոր է։ Երկրորդը ով է պատասխանում, Արինեն պատասխանում։ Նեղոսի մակարդակի կատարումները եւ եգիպտական գիտության զարգացումը։ Նեղոսի ամենամյա տարածքները ողողում են գետի երկու ափերի խողատարածքները։ Նեղոսի վարարումը 8 մետր է, երբեմն կարող է վնաս տալ մարդկանց։ Լավ, ունեք է ներակցումներ, խմբի անդամներ։ Մյուսը, ասա, ատենչան։ Հին Եգիպտոսի բժշկությունը եւ դրա նվաճումները։ Հին Եգիպտոսում բժշկությունը եղել է շատ տարբերված եւ զարգացած։ Այնտեղ ամեն յուրաքանչյուր բժիշկ բուժել է մեկ հիվանդություն։ Օրինակ, բժիշկները տարբեր են եղել, օրինակ ակնաբույժ, 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 ներքին հիվանդությունները բուժող եւ այլն։ Այսինքն մասնագիտացված են եղել, չէ՞, դրանով է հենց առանձնանում Հին Եգիպտական ինչ է բժշկությունը։ Շատ լավ, ներածումներ ունենք, ասա Մարիամը։ Եգիպտոսի առաջին աշխարհի բժշկուհին եղել է Մերի Պտահը։ Հին առաջին բժշկուհին եղել է Մերի Պտահ, որը դուք պատկերել եք, շատ լավ։ Երկրորդ խումբից լսել, ով է պատասխանում առաջինը, խնդրեմ Գուրգենցյան։ Ինչ պատմական իրադարձություններ են տեղի ունեցել Հին Եգիպտոսում։ Հին Եգիպտոսում տեղի ունեցել շատ կարևոր իրադարձություն։ Քրիստոսից առաջ 31 թվականին Եգիպտոսը գրավեց Հասկը։ Տնետարային բուր եւ յուրաքանչյուր աստիճանակարգում կներկայացնեք դասերի։ Ով է գալիս գրակապտին, խնդրեմ Գուրգենցյան արի, բացեք ձեր աշխատանքային տեսրերը։ Աստիճանների եւ բաժանային խմբիները եք ասա, 7 աստիճանների։ Շատ լավ, ուսումնասիրենք Եգիպտոսի առաջի աստիճանում կդնենք երեխեք, ով է։ Թագավորը, ճիշտ է, ապրեք դուք, թագավոր, գրի թագավոր։ Երկրորդը երեխեք ունենք։
Պաշտոնյաներ եւ ազգանուններ։ Ճիշտ է, արի նստի ու վարիանտը պաշտոնյաներ եւ ազգականներ։ Շատ լավ, երրորդը, խնդրեմ արա։ Զինվորներ, ճիշտ է, զինվորներ։ Ասա, հրավիրներ, ճիշտ է, հուսա ով է, ասա վաճառականներ, ճիշտ է։ Հաջորդը ով է, ասա, արհեստավորներ, ինչ եք տեսնում արհեստավորները որ աստիճանին են երեխեք, 6-րդ չէ, ստորին աստիճանակարգում է, արհեստավորը 5 եք խոսում։ Եվ վերջի 7-րդ ողորներ, ասա նայեն, Երկրագործներ եւ սպորտներ։ ճիշտ է երկրագործներ և սպորտներ։ Սիրելի աշակերտներ, հիմա ես ձեզ կբաժանեմ այս անհնարացի թերթիկները, որտեղ դուք գրելու եք, թե այսօրվա քննարկումից ինչ կարևոր առանցքային գաղափարներ եք առանձնացրել, ինչպես նաև ինչ նոր մտքեր հնչեցին քննարկումների ժամանակ, եւ ինչ զգացիք այս քննարկումների ընթացքում։